Թող փառավորվի մեր Տիրոջ անունը, քուրեր եղբայրներ։ Շնորհակալ ենք մեր Աստծուց իրոք իր փառավոր ներկայության համար։ Եթե մենք հավատում ենք, որ Տերը այստեղ ներկա է, ուրեմն Աստված կխոսի մեր սրտերին։ Եթե որպես մարդու որպես խոսք ենք նայում, մարդու խոսք ենք լսում, այդպես էլ կգնանք առանց Աստծուն հանդիպելու, առանց նրա ներկայությունը վայելելու։ Բայց Տերը հավաքել է մեզ այստեղ եւ բան ունի խոսելու մեր սրտերին, խոսք ունի ասելու, հայտնություն ունի անելու եւ շատ ունենք Տիրոջ կարիքը։ Իրոք որ ովքեր որ կարոտած են եկել, ովքեր փափագով են եկել, նրանք կառնեն, նրանք կճաշակեն, նրանք կմեկանան Աստծու հետ։ Ես ուզում եմ կարդամ առաջի Կորինթացիս 14-րդ գլխի 26 համարը։ Առաջի Կորինթացիս 14-րդ գլուխ 26 համար։ Ուրեմն եղբայրներ, երբ մեկտեղ կհավաքվեք, ձեզանից ամեն մեկը սաղմոս ունի, վարդապետություն ունի, լեզու ունի, հայտնություն ունի, թարգմանություն ունի, ամենքն էլ շինության համար թող լինի։ Այստեղ իհարկե ես ուզում եմ նաև հասնեմ, որ քույրերին էլ ավերաբերվում։ Այստեղ երկու կարևոր կետի վրա եմ ուզում շադրություն դարձնենք։ Առաջինը սաղմոս ունի եւ վարդապետություն։ Եվ այդ ամենը բոլորի շինության համար թող լինի։ Պողոս առաքյալը գրում է Կորինթացիներին եւ ասում է, որ հավաքվում եք մեկտեղ, չի ասում եթե սաղմոս ունես, ասում է, որ հավաքվում եք, ձեզանից ամեն մեկը սաղմոս ունի։ Ինչ է նշանակում սա, քուրեր եղբայրներ։ Սաղմոս ունենալը դա նա չի, որ սաղմոսների գիրքը ձեռիդ մանգաս։ Սաղմոս ունենալը նա չի, որ սաղմոսները անգիր անես եւ պատմես։ Սաղմոս դա երգ է, որը ծնվում է մարդու եւ Աստծո հարաբերությունից։ Սաղմոսը դա կյանքի փոփոխություն է, ժողովուրդ ջան։ Եվ մեր Տեր Հիսուս Քրիստոսի խոսքը ասում է, որ երբ որ հավաքվում եք, ամեն մեկը ձեր կյանքի փոփոխությունը բերեք։ Ամեն մեկը նոր կյանքի փափագով եկեք։ Երբ որ հիշում եմ այն առաջները հավատացյալները համարյա բոլորը, երբ որ փողոցները ման էին գալիս, երգելով էին ման գալիս, երգելով, թեկուզ խնդիրները շատ էր, թեկուզ ուտելու բան չկար, լույս չկար, գազ չկար, չէ, հագնելու բան չկար, բայց հոգևորները ման էին գալիս երգելով, Սուրբ Հոգով էին երգում, հայերեն էին երգում, բայց հիմա շատերս ման են գալիս հեռախոսով խոսալով, չգիտեմ YouTube մտած կամ իրար հետ վիճելով, փոխվել է վիճակները։ Եվ Պողոս առաքյալ ասում է, որ հավաքվում եք։ Ես համոզված եմ, որ երբ որ մարդը այս կետերի վրա ուշադրություն դարձնի, իր կյանքում կգա օրհնություն եւ եկեղեցում էլ կգա օրհնություն։ Ասում է, որ հավաքվում եք, ով որ սաղմոս ունի։ Սաղմոս ունի։ Այսօր ես եկել եմ այստեղ։ Ինչով եմ եկել, քուրեր եղբայրներ։ Աստծուն փառաբանելով եմ եկել, գոհունակ սրտով եմ եկել, փոխված կյանքով եմ եկել, Տիրոջից մի բան առնելու ակնկալիքով եմ եկել, թե ինչով եմ եկել, քուրեր եղբայրներ։ Ասում եմ, որ հավաքվում եք, ամեն մեկը սաղմոս ունեք, ամեն մեկը ունեք, եւ պարզ երևում է, ով ունի սաղմոս, ով չունի։ Եթե ես մեկին բամբասել եմ, նոր եմ եկել, կռվել եմ, նոր եմ եկել, դատել եմ, նոր եմ եկել, իմ գալը, ժողովուրդ ջան, իմաստ չունի, եթե ես չապաշխարեցի, եթե ես չդատարկվեցի, իմաստ չունի իմ գալը։
Եվ Սուրբ Գիրքը ասում է Սաղմոս ունես։ Երբ որ կարդում ենք Աստվածաշունչը, մենք տեսնում ենք Սաղմոս 40-ում գրված է։ Սաղմոս 40-ում։ Եվ ինչ է ասում առաջի համարից. սպասելով սպասեցի Տիրոջը, որ ծռեցավ ինձ ու լսեց իմ աղաղակս եւ ինձ կորստյան փոսից, տղմալից կավից հանեց ու ոտքերս վեմի վրա ամրացրեց ու քայլվածքս հաստատեց ու բերանումս դրավ նոր երգ մեր Աստծու գովությունը եւ ասма շատերը պիտի տեսնեն ու պիտի վախենան ու Տիրոջը պիտի հուսան։ Տեսեք, երբ համարթու մեջ ծնվում այս երգը, երբ համարթու մեջ ծնվում իսկական Սաղմոսը, երբ որ այս մարդը Տիրոջն է սպասում, երբ որ այս մարդը սպասում է Տիրոջը, որ Տերը գա եւ իրան փոխի, որ Տերը գա եւ իր էությունը փոխի, երբ որ առավոտը վեր ես կացել քուրս ու եղբայրս, ինչ աղոթք ես արել, ինչ աղոթք ես արել, էլի հոգսերը տես բերե Տիրոջ առաջ, էլի խնդիրները տես բերե, թե քեզ ես բերե Տիրոջ առաջ եւ ասել Տեր, ինձանից մեծ խնդիր չկա, ես եմ իմ խնդիրը, ես եմ իմ պրոբլեմը, իմ մեջի անհավատությունն է պրոբլեմը, իմ մեջի անվստահությունն է պրոբլեմը, մեղքս է պրոբլեմը, անիրավությունս է պրոբլեմը, ինձ ազատիր Տեր Հիսուս, ինձ ազատիր ինձանից, ինձ ազատիր ինձանից, գիտեք աշխարհում ամեն բան սկսած քեզանից աշխատում է քո դեմ, ժողովուրդ ջան, աշխարհի մեջ այդ մի բան չկա, որ քո օգտին է աշխատում, ամեն բան աշխատում է քո դեմ, միայն Աստված է աշխատում քո օգտին, միայն Աստծո խոսքն է աշխատում քո օգտին, ուրիշ ոչ մի բան։ Ու երբ որ ես առավոտը վեր եմ կացել, արդյոք ես Տիրոջն եմ սպասում, արդյոք ես իր առաջ եմ եկել, որ Տեր ինձ փոխիր, ինձ ազատիր, ես ես մարդն եմ, ինձանից ազատիր, երբ որ ես ես հավատքով եմ եկել ենք, հավաքվել ենք մեկտեղ, եւ Պողոս առաքյալը ասում է, որ եթե դու այդպես ես հավաքվում, դա հաստատ շինություն է բերելու եկեղեցուն, դա հաստատ հայտնություններ է լինելու եկեղեցու մեջ, բայց եթե ես այսպես անկեղծ չեմ եկել, այսօր իջնում էի տանից, մեկ էլ աշկս ընկա, որ ինչ-որ մեկի պատուհանին ծաղկա ծաղիկ էր դրված, եւ միանգամից միտքս աշխատեց, մենք բոլորս մեր տան ինչքան ծաղիկներ կա ժողովուրդ ջան, չէ՞ որ մանավանդ ծաղկում է, բեր մենք պատուհանի մոտ ենք դնում, որ ցույց տանք, որ մենք տեսեք ինչ սիրուն ծաղիկներ ունենք, բայց մեր տանը ինչ է կատարում, դա ցույց չենք տալիս, բայց մեր տան մեջ ինչ է կատարում, դա ցույց չենք տալիս ոչ մեկին, բայց ծաղկած ծաղիկները պատուհանի մոտ դրված է, այսօր ես եկել եմ Տիրոջ առաջ, այդ ծաղկած ծաղիկներն եմ բերել, թե իմ այլանդակ վիճակն եմ բերել Տիրոջ առաջ, երբ որ Սաղմոս 2-ում գրած է, երբ որ Տերը եկավ, ինձ ազատեց այդ տղմալից կավից, կորստյան փոսից, ես կարողանում եմ ճիշտ խոստով անել, որ Տեր ինձ ազատիր ես տղմալից կավից եւ կորստյան փոսից հանիր ինձ, սա Սաղմոս է ժողովուրդ ջան, սա քո անձնական Սաղմոսն է, որ դու պիտի բերես, որ դու պիտի սա երգես, ամեն օր նոր Սաղմոս պիտի երգես, մի օր այդ Սաղմոսը կերգես, մի օր էլ ուրիշ Սաղմոս կերգես արդեն, փոխված կյանքի Սաղմոս կերգես, եւ երկրորդ բանը, եւ վարդապետություն ունի, սա շատ կարևոր կետ է քուրեր եղբայրներ, որ ամեն մեկս պիտի սա վրա կանգ առնենք ուշադրությամբ, վարդապետություն, սա մենք գլոբալ հասկանում ենք, որ եկեղեցու մեջ Աստված դրել է վարդապետություն ամեն հարցի համար, ամեն ուղղության համար, որ մարդը հասնի Քրիստոսի կատարյալ հասակին, մարդը հասնի, որտեղ դրված է եկեղեցու մեջ մարգարեներ, առաքյալներ, վարդապետներ, հովիվներ գրած է Եփեսացիս 12-ի մեջ, 4-ի 12-ում, բայց
ուզում եմ որպեսզի մենք ավելի խորը նայենք, ավելի մանր, վարդապետություն ասելով նշանակում է մարդը Աստծո խոսքի մեջ քայլի, Աստծո խոսքի ճշմարտության մեջ քայլի, Աստծո խոսքի ուղղության մեջ քայլի, ունես դու քո ներսում այս խոսքի ուղղությունը։ Կա արդյոք քո ներսում այսպես հոգի, որ ամեն մի խոսքին այո է ասում։ Կա արդյոք իմ ներսում այսպես խոսքի հոգի, որ ես ամեն Աստծո խոսքին ասեմ այո Տեր, սա ինձ ա վերաբերվում։ Այո Տեր, ես հնազանդվում եմ։ Այո Տեր, ես ուզում եմ քայլեմ քո խոսքի մեջ։ Ես ուզում եմ զգուշություն անել քո խոսքի մեջ։ Այսօր երանի թե բոլորս Աստծո ճշմարտության մեջ քայլենք։ Երանի թե բոլորս հասկանանք Աստծո խոսքի մեծությունը եւ չշեղվենք եւ ասում ա քո խոսքը ճրակ է իմ ոտքերիս։ Ճրակ է իմ ոտքերիս։ Այսօր ես համաձայն եմ Աստծո խոսքով քայլելու, եթե անգամ ինձ վնաս ա, եթե իմ մարմնին վնաս ա, իմ շահերը ստեղ չի բախվում, արդյոք համաձայն եմ քայլելու այդ խոսքի մեջ։ Այսպես չեմ ուզում անուն տամ, բայց մի անգամ մի հատ դեպք տեղ ունեցավ։ Մի հատ անձնավորության հետ երբ որ զրուցում էինք, հարց տվեցի, ասի եղբայր, դու մեր եկեղեցու վարդապետությանը կողմ ես թե դեմ ես։ Ասավ դեմ եմ։ Եվ շատ ժամանակ չանցավ այս մարդը հեռացավ եկեղեցուց։ Հեռացավ եկեղեցուց։ Եվ Պողոս առաքյալը Տիմոթեոսին գրում է, քուրեր եղբայրներ, Երկրորդ Տիմոթեոս 4-րդ գլուխ 3-րդ համար, որովհետև ժամանակ պիտի գա, որ ողջամիտ վարդապետությանը պիտի չհամբերեն, ապա հաճելի բաներ լսելու մարմաճով իրենց ցանկությունների համեմատ վարդապետներ պիտի դիզեն իրենց եւ ճշմարտությունից ականջները պիտի դարձնեն եւ առասպելների հետևից պիտի մոլորվեն, բայց դու ամեն բանի մեջ արթուն կեցիր։ Քուրեր եղբայրներ, Աստծո ճշմարտությունն է եւ երանի են մարդուն, ով որ մինչեւ վերջ կմնա Աստծո խոսքի մեջ եւ տեղ չի տա իր մարմնի ցանկությանը, իրան հաճելի բաներ լսելու, չգիտեմ, ականջները տանի այնտեղ, որտեղ հաճելի բաներ կա։ Այսօր երևում է, անգամ մեր մոտ էլ երևում, որ շատ մարդիկ ճշմարիտ խոսքը էլ չեն կարում լսեն, չեն համբերում, բայց Սուրբ Գիրքը ասում է, դու համբերությամբ գնա։ Ասում է համբերի, Պողոս առաքյալն ասում Տիմոթեոսին, դու համբերի, որտև այդ խոսքը քեզ պիտի տանի մինչև փրկություն։ Այդ խոսքը պիտի հասցնի քեզ մինչև փրկություն։ Եվ այդ խոսքը, այդ վարդապետությունը, եւ Հռոմեացիս թղթում էլ է գրված սրա մասին, ժողովուրդ ջան, ուզում եմ կարդամ այդ տեղը։ Հռոմեացիս 6-րդ գլխի 17 համարը, բայց գոհություն Աստծուն, որ թեև դուք մեղքի ծառայեիք, սակայն հնազանդվեցիք այն վարդապետության գաղափարին, որ ձեզ հանձնվեցավ, ուստի դուք մեղքից ազատվելով արդարության ծառա եղաք։ Տեսեք, Պողոս առաքյալը պարզ ասում է, դուք մեղքի ծառա էիք, բայց քանի որ հնազանդվեցիք այս վարդապետության գաղափարին, Աստված ազատեց ձեզ եւ դարձաք արդարության ծառաներ։ Այսօր որն ամենաթանկ բանը, երբ որ մարդը արդարության ծառայա, երբ որ մարդը Աստծո ծառայա, ոչ թե մեղքի ծառայա, ոչ թե աշխարհի ծառայա, ոչ թե մեղքի գերիա։ Եվ սրա մասին է խոսում առաքյալը, սրա մասին է խոսում Աստծո խոսքը, երբ մեկտեղ հավաքվում եք, ով որ սաղմոս ունի, ով որ վարդապետություն ունի, եւ երբ որ նայում ենք այսպես խորապես, տեսնում ենք, որ եկեղեցու մեջ իրոք որ պակասել այս որակը, որ մարդը, երբ որ գալիս է եկեղեցի, հարցնում ենք, խմբերի պաշտամունքներն էլ ենք հարցնում,
ով ինչ վկայություն ունի, ով ինչ ունի ասելու, բան չկա ասելու ժողովուրդ ջան, ինչի համար բան չկա ասելու, որովհետև Աստծու հետ հաղորդակցություն չկա, Աստված ներկա է, բայց իր հետ հաղորդակցությունը չկա ժողովուրդ ջան, շատերիս կյանքում չկա, իսկ Պողոս առաքյալ ասում է, քանի որ չկա, դրա համար հայտնություններ չի լինում, բժշկություններ չի լինում, վկայություններ չի լինում, իսկ Աստված ուզում է, որ մեր եկեղեցու մեջ լինի այս բոլոր նշանները եւ հրաշքները, լինի հայտնություններ, բժշկություններ, նշաններ, զորություններ, իսկ այդ ամենի մեղավորը ես եմ, այդ ամենի մեղավորը ես եմ, որ նախ եւ առաջ չունեմ սաղմոս իմ անձնական կյանքի, չունեմ հաղորդակցություն Տիրոջ հետ, ազատագրում չունեմ եւ չունեմ վարդապետություն, այսինքն խոսքը չունեմ իմ կյանքի մեջ, հնազանդություն չունեմ իմ կյանքի մեջ եւ դրանից բխում է մնացած հետևանքները եւ Աստված ասում է շտկվեք, Աստված ասում է նորոգվեք, որպեսզի գործեմ ձեր կյանքի մեջ։ Բերեք կանգնենք ոտքի կուրեր եղբայրներ եւ խնդրենք Տիրոջը, որ Աստված իրոք շտկի մեզ, եթե իրոք չունես խոստովանություն, բարձրաձայն ամաչմես, բայց սիրտդ բացի Տիրոջ առաջ, խոստովանվելով արի ես աղոթքի մեջ իր առաջ, ասա Տեր, ես չունեմ սաղմոս, չունեմ խոսք, բայց ուզում եմ ունենալ, ալելույա քեզ Տեր Հիսուս։